Ասեք, ընտրությունների տարի է, տեսնում ենք քաղաքական դաշտը ամեն ինչով կարծես լցվում է, հիմա թեմաներից մեկը եկեղեցու, ավելի ճիշտ կաթողիկոսարանի եւ կառավարության հետ, չգիտեմ, մեկը կռիվ է ասում, մյուսը շոու է ասում, որն է, երևի թե շոուն ավելի մոտ է, ինչ եմ այսպես կարծում, որովհետեւ տեսնում եմ, որ քաղաքական ուժերը կամ մեկի կողմից են կամ մյուսի, բայց ասենք ինստիտուցիոնալ մոտեցում չկա։ Այս հարցը տալուց առաջ նախ շեշտեմ, հայ ես մկրտված եմ հայ առաքելական եկեղեցում, 73 թվականի մայիսին ծնվել եմ, հուլիսին մկրտվել եմ։ Հավատարիմ եմ իմ խաչին, իմ եկեղեցուն, բայց դա չի խանգարել երկար տարիներ, ասենք նույն Ուկրաինայում բանավեճերի մեջ լինել հայ առաքելական եկեղեցու դերի մասով եւ նրա հարաբերությունների մասով հայկական այլ եկեղեցական կառույցների նկատմամբ, ասենք հայ կաթոլիկ եկեղեցին, որը Ուկրաինայում դարերով եղել է եւ պաշտպանել է հայկական մշակույթը առնվազն, հա, քննադատել եմ տարիներով, ոչ թե հիմա, հա, բայց մարդիկ այս, չգիտեմ, հակամարտության մեջ մտնում են հայկական, ներհայաստանյան, առանց գլխավոր հարցը տալու։ Այս եվրոպամետներն էլ իբր անցել են Փաշինյանի կողմից, հա, ինչպես հասկանում եմ, ակտիվ Facebook-ում եկեղեցու դեմ են քարոզում, ճիշտ կաթողիկոսարանի, հա, այսպես ասենք, ոչ եկեղեցու։ Բայց մոռանում են, որ Հայաստանի օրենքը եկեղեցու մասին, հայ առաքելական եկեղեցու մասին, որ մի կողմից կարծես եկեղեցին բաժանված է պետությունից, մյուս կողմից ազգային եկեղեցի է կոչվում, ինչը եվրոպական օրենսդրության հետ հակասության մեջ է դրվում, ինչպես դու ասացիր Արմեն, ցանկացած ոք կարող է արհեստական բանականությունից հարցնել եւ իմանալ ինչ տարբերություններ կան եւ որ նման օրենսդրությամբ, երբ վերջնականապես անջատված չէ եկեղեցին պետությունից, Եվրոպայի մասին խոսելը, գիտեմ, սա երազկոտների ցանկություններ եւ խոսակցություններ կարող են լինել։ Մեկ-երկու մարդ կա, որ խոսում է, որ եվրոպական թեմայի մեջ է, բայց ընդհանուր առմամբ չգիտեն նույնիսկ որ նման հակասություն կա, այդպիսի եվրոպամետներ կան, հա, իրենց եվրոպամետ ներկայացնողներ կան Հայաստանում, որ օրինակ չգիտեն նման խնդիր կա։ Ասեմ, որ Հունաստանը ուներ նման խնդիր Եվրոմիության անդամ դառնալուց եւ որոշ վերապահումներով ընդունեցին, հետո Հունաստանը փորձեց կարգի բերել իր օրենքը։ Ուկրաինայում օրինակ եկեղեցին անջատված է, դպրոցը անջատված է պետությունից, բայց դրանից Ուկրաինա չի դադարում լինել քրիստոնեական պետություն, այստեղ կան տարբեր կոնֆեսիաներ, այդ թվում հայկականը, եւ ասեմ, որ շատ մեծ հարգի է հայկականը, որովհետեւ պատմական է։ Ինչքան շատ լինեն հայկական եկեղեցական կառույցներ այստեղ, այնքան հայ համայնքը ավելի ուժեղ կլինի, որովհետեւ տարբեր ուժերից կստանա իր աջակցությունը, բայց արդեն քաղաքական հարց է, վերադառնանք ներհայաստանյան դաշտ, հա։ Ինչու ոչ ոք չի բարձրացնում կամ միգուցե ես չեմ նկատել այդ հարցը, որ եկեք օրենսդրական դաշտով հասկանանք պետությունը անջատել է եկեղեցին, եթե անջատել է ինչու է խառնվում, եթե չի անջատել, ուրեմն իրավունք ունի խառնվելու, ուրեմն եկեղեցականները չեն կարող ասել թող իրենց գործերին չխառնվեն, նա եկեք վեր լինենք, գիտեմ որ բոլորս էլ վեր ենք այս կոնֆլիկտից, փորձենք հասկանալ ինչի մասին են խոսում, արդյոք սա շոու է, թե իրական կոնֆլիկտ է, եթե կոնֆլիկտ է, ինչի մասին է այս կոնֆլիկտը։ Հիմա պարզապես ամբիցիաներ են, թե ինստիտուցիոնալ բնույթ է։ Միգուցե Փաշինյանը ուզում է այնքան է ուզում գնա Եվրոմիություն ինտեգրվի, որ ուզում է անջատել եկեղեցին, հա, այս նպատակով է միգուցե անում, թե ասենք ընտրությունների հետ կապված, որ ասենք ուրիշ բաներ չհիշեցնեն, դրա համար է անում։ Պարոն Անտինյան, ձեզանից սկսենք, եթե դեմ չեք։ Նախ այս կոնֆլիկտի մեջ ես պարբերաբար անդրադարձել եմ, որ երկու կողմն սխալ են։ Այսինքն, երբ որ բաժանվում են երկու բանակի, մեկը ասում է, տեսեք, եկեղեցու սպասավորները ինչ սխալներ են թույլ տալիս, սխալի դեմ չեմ պայքարում սխալով, անօրինականության դեմ չեմ պայքարում անօրինականությամբ։ Մեր սահմանադրությունը հստակ ֆիքսում է, որ եկեղեցին անջատ է պետությունից, մենք աշխարհիկ պետություն ենք։ Եվ մեկ էլ նշված է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը, որ այդ բացառիկությունը պետք է կարգավորվի օրենքով։ Այդ դաշտում խնդիր չունենք, խնդիրը օրենսդրական դաշտում չի։ Խնդիրը ուրիշ հարցում է։ Եթե մենք գտնում ենք, որ Գարեգին II-ը, որը ժամանակին ընտրվեց ու գիտենք ինչպիսի միջամտությամբ, աշխարհիկ միջամտությամբ, ում կողմից եւ այլ, որի ընթացքում նա ուղակի սկսեց սպասարկել օրվա իշխանության շահերը, հետագայում էլ այդ իշխանությունը փոխվեց, շարունակեցին սպասարկել։ Իհարկե դա մեր երկրի համար վատ է, բայց դրա դեմ պայքարելը հակառակ մեթոդներով, որ եթե ուղիղ ձևով չենք կարողանում գրոհենք Էջմիածինը, բերեք գնանք հատ օհանավանքով սկսենք մեկ ուրիշ վանքերով, այնտեղ գտնենք ներսում մարդիկ, որոնց հետ աշխատենք, որ տակից քայքայենք, դա լուրջ չի,
որովհետև այնտեղ գնում ես անօրինականության դեմ պայքարում ես եւ որևէ խնդիր չես լուծում։ Մենք շատ կուզենայինք, որ այդ համաշխարհային կառույցը հայ առաքելական եկեղեցին նաեւ վերը լներ այդ բոլոր քաղաքական գզվրտոցներից, որպեսզի ինքը լիներ արբիտր, շատ դեպքերում նույնիսկ լինելով աշխարհիկ պետություն, մենք շատ հարցերում կարողանայինք լսեինք այդ խոսքը, այդ պատկառանքը զգայինք, բայց երբ որ իրանք ընդդիմադիր գործիչների հետ սկսեցին միտինգների մասնակցել, սատարել, իրանք սկսեցին պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հիմա Նիկոլ Փաշինյանը պահանջում է Գարեգին երկրորդի հրաժարականը։ Նա այսինքն մենք դրանից ինչ ենք շահում։ Մենք այսօր եկեղեցի իշխանություն կոնֆլիկտը բերեցինք այն նույն մակարդակի, ոնց որ հեղափոխության ժամանակ 18 թվականին, որ հետո պարզվեց, որ այդպես էլ հեղափոխություն չէր, պայմանավորվածությամբ եկան իշխանության, բայց դա ուրիշ թեմա է։ Իրանք եկան սքոպսակներով եւ եկան դատարկ դագաղներով դրեցին իշխանության ներկայացուցիչների առաջ, որ ցույց տան ձեր հետ ոնց ենք վարվելու։ Հիմա սրանք էլ ասում են մենք որ գանք, այդ դագաղներն իրական դագաղ ալնելու, դե դուք պսակը հիմա կտեսնեք։ Այս ժողովուրդը կրակնանք է ձեր ձեռից։ Այսինքն հիմա մեր ամբողջ կռիվը նա է, որ դու գաք, հիմա էլ այս իշխանությունից ծերինադը հանեք, ասում ենք իրար ձեռ բռնած, գնացեք, դաշտը մաքրեք, ազատեք, այսօր մեր երկրի համար լրի ուրիշ մարտահրավերներ են, աշխարհը լրի ուրիշ ուղղությամբ է զարգանում, մեզ լրի ուրիշ ներպետական կոնֆլիկտների մեջ են ներքաշում։ Եվ նույնիսկ այդ պարագայում, եթե անգամ եկեղեցի օրինակ ասենք անտրամաբանական է, չէ, ասենք Վլադիմիր Պուտինը մեդալը տալիս Եզրասին, որը որ Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի, ասենք, եպիսկոպոսն է։ Մեր համար անտրամաբանական, իրենց համար տրամաբանական է։ Բայց դա որ ժամանակ է կատարվում։ Այս ժամանակ եւ այն էլ ասենք պետք է նայես էլի թե ասենք դա ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ, չէ որ այն ժամանակ երբ որ եկեղեցուն քննադատելը մոդա չէր մեր մոտ, ներքաղաքական օրակարգ չէր մտել, Եզրասը երբ որ դրեց օրհնեց հայկական բատալյոնը Ռուսաստանի, որը պետք է գնար Ուկրաինայում մարդ սպաներ, քանի անգամ ես դրան անդրադարձել եմ, Ժորժ ջան, ասում դուք ում անունից եք օրհնում մարդասպանին։ Եթե Ուկրաինայում ասում են դուք հայրենիքն ես պաշտպանում, օրհնում են, մենք հասկանում ենք, բայց դու կարող ես ասել ասու որ պատվիրանով օրհնեցիր, որ մարդն ասում է ես ճանաչել եմ այդ պետության տարածքային ամբողջականությունը, երաշխավորել եմ, բայց դուրս չի գալի իշխանությունը, սպասեք գնանք տարածք վերցնենք։ Ես չգիտեմ, որ մի հատ միջպետական պայմանագիր կամ միջազգային կա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որտեղ գրած է թե ինչպիսի բնավորություն պետք է ունենա Ուկրաինայի նախագահան։ Եթե տես բանի տակ ստորագրել է Ուկրաինայի նախագահան, մենք էլ իմանանք, ասենք դե ամար, դե ամոթ է էլի։ Այդ ծխելը թողեք, որ Ռուսաստանը չմտնի գրավի Պակրովսկը, կամ խմելը թողեք, կամ ընդհանրապես մազերը այսպես սանրեք, դուրս չի գալի Պուտինին ձեր արտաքին տեսքը։ Սա աբսուրդ է, ժողովուրդ ջան, այսինքն Ռուսաստանի օկուպանտ ըլնելը ինքը փորձում է արդարացնել, որ Ուկրաինայի իշխանություններին ինքը չի ընդունում։ Հետո որ չես ընդունում, դու այդ պետության տարածքային ամբողջականությունն ընդունում ես, թե չես ընդունում, քեզ ինչ թե Ուկրաինայում ինչ իշխանություն կլինի։ Եթե սա հայ առաքելական եկեղեցու անունից օրհնում են, մենք չենք կարող դրան չանդրադառնանք։ Ու դա է պատճառը, որտեղ Նիկոլ Փաշինյանը սխալ բաներ է անում եկեղեցու սպասավորների դեմ, մենք կոնֆլիկտի կողմ չենք կարող դառնալ, որ ասենք այս ինչ լավ է անում, որ Եզրասին պատժում ես։ Եզրասը պետք է պատժվի, բայց պատժողը ինքը նրանից ավելի լավը չի, որտեղ անօրինականությունով օրինականություն չես հաստատի։ Այսա է մեր ամենամեծ խնդրեմը։ Իսկ մենք այսօր Հայաստանում այդ ինչ ենք թողել։ Մենք ունենք այնպես անվանի մտավորականներ, որոնք կարող է կանգնեն կենտրոնում եւ կոնֆլիկտի կողմերին ասեն մի հատ լռեք կարգի եկեք։ Հովհաննես Թումանյանը գնում էր պատերազմների կոնֆլիկտի առաջ ազգամիջյան բախումների ժամանակ իրան այնքան հարգում էին, ինքը գնում էր բարիշացնում էր իրար հետ։ Այդպիսի այսօր որևէ մեկը Հայաստանում, չեմ ասում ադրբեջանցուն, Վրաստանին ու վրացուն ու հային, որևէ մեկը Հայաստանում կարող է կենտրոնում կանգնի մի հատ գրող, մի հատ քանդակագործ, որ կարող է կանգնի ու ասի Ժորժ ջան, այդ հանդարտվեք, սա պետությունն է, մի հատ հասկանանք ձեր ուզածը ինչ է, եւ երկու կողմն էլ լռեն ու այդ մարդուն ոտատակ չտան։
Մեր այսօր գիտությունների ակադեմիան այդպիսի հեղինակություն ունի, ժամանակին ակադեմիայի պրեզիդենտ ենք ունեցել, մի անգամ ասի, հմիսկի հազիվ անունը կարող է հիշենք այդ մարդու, թե ով է հիմա գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, որպեսզի նա հեղինակություն լինի, ասի ժողովուրդ մի հատ հանգստացեք, պետությունը տանում է կործանման, էս ինչ եք անում։ Հայ առաքելական եկեղեցին կարող է ասի հանգստացեք, էս ինչ եք անում, եթե ինքը ընդդիմադիր միտինգի է մասնակցե։ Այսինքն սա մեզ համար շատ մեծ ցավ է։ Դրա համար ես ասում եմ, որ պետք է այնպես չլինի, որ իշխանությունը կարողանա վերահսկողություն հաստատել եկեղեցու վրա, բայց այնց էլ պետք է չլինի, որ այսպիսի եկեղեցի ունենանք, որը որ փաստորեն որևէ հեղինակություն չունի հասարակության մոտ։ Տուժողը հասարակությունն է։ Այս երկուսի կոնֆլիկտի մեջ կարող է ամեն մեկի համակիրները ասեն մենք հաղթեցինք։ Երկուսից ով էլ հաղթի, պարտվում է ոչ միայն Հայաստանի ժողովուրդը, այլ հայ ժողովուրդը, որովհետև հայ առաքելական եկեղեցին մենակ Հայաստանի հետ կապված չի, Հայաստանին չի վերաբերում։ Ամբողջ աշխարհով գործունեություն ծավալող եկեղեցին այսօր տեսնում ենք Հայաստանում վիճակը ոնց է։ Դրա համար սրա հետ կապված որակապես խնդիր է պետք լուծել։ Ես համաձայն եմ, որ անգամ դա ասել եմ երկու անգամ, որ պետքա դեկտեմբերի 31-ին նոր տարին շնորհավորի եւ հրաժարան տան դա Գարեգին երկրորդը, ցույց տալով, որ տեսեք, կոնֆլիկտի պատճառով ու ճնշման պատճառով չեմ գնում։ Ես պարզապես գտնում եմ առողջական խնդիր ունեմ, գնում եմ, ինչ որ մի լուծում գտնեմ։ Եթե Հռոմի Պապը, որ տենց բան չկար, որ ինքը կենթանության օրոք հրաժարական տար, Բենեդիկտոսը դրեց, քանի տարվա ընթացքում դա վերջի շրջանի համար առաջի դեպքներ չէ, որ ասեց Ժողովուրդ ջան, ես գնամ, թող ավելի մեկ ավելի առողջական խնդիրներ չունեցողը գա շարունակի, ինչ տեղի ունեցավ, ինչ որ մի խնդրեմ եղավ, որ այդ մարդը մահով գահը չհանձնեց, ինչա պատահե։ Ասենք սա քաղաքական որոշում կարող է լինի, պարոն Անտինյան, բայց եկեղեցական որոշում, ասենք թե կաթողիկոսը գնաց, դուք ինքներդ ասացիք, իսկ ով է գալու նրա փոխարեն, այսինքն սա ստացվում է, որ եկեղեցու գործերին խառնվելով, ինչ որ մի իրավիճակի հասնելով, բայց ֆիքսում ենք, ասենք գնալը, բայց ով է գալու տեղը։ Տեղը գալու է, չէ, խնդիրը ստեսա է, միանշանակ պետք է իրանք ընտրեն։ Եվ աշխարհիկ իշխանությունը պետք է չխառնվի։ Մենք խորհրդային միությունից հետո շանս ունեինք անկախ պետականության ժամանակ ստեղծեինք մեր եկեղեցու հետ կապված գործերին չխառնվելով, բայց երկու ընտրություն ենք ունեցել, երկուսն էլ օրվա իշխանությունը կաթողիկոսա նշանակել։ Նույնիսկ անգամ հեղինակավոր Գարեգին առաջինը Անտիլիասից եկավ, այդ մարդը շատ հեղինակավոր մտավորական ազնվորություն, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը նրան ուղղակի նշանակեց։ Մենք այս խնդրեմն ունեցել ենք։ Հիմա էլ եկավ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ նշանակվեց Գարեգին երկրորդը։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, բայ իշխանությունը ես եմ, բերեք հիմա ես նշանակեմ։ Բա մենք այդ շրջանակից դուրս չենք գալիս։ Որոշումը իրանք պետք է կայացնեն, որովհետև եթե Բենեդիկտոսի օրինակը բերեցի, որը ինքը հրաժարական տվեց, Բենեդիկտոսի տեղը Իտալիայի իշխանությունները չընտրեցին որևէ մեկին, ընտրվեց Արգենտինայից մեկը, չէ՞։ Այսինքն խնդրեմը ո՞րն է։ Մեր մոտ պետք է չխառնվեն, բայց հրաժարականի մեջ այդպես մի արտառոց բան չկա, որ ինքը հասկանա, որ այսօր այդ ֆունկցիան չի կատարում, այդ պարակտումը հասարակության մեջ էլ կա, եկեղեցու ներսում էլ կա։ Այո, ճնշման տակ չգնան իշխանության, բայց գնան հանուն մեր համընդհանուր համահայկական մթնոլորտի բարելավման։ Արմեն, ուրեմն տես Մարատ ջան, դու լավ գիտես իմ պոզիցիան, որ ես Գարեգին երկրորդին կաթողիկոս չեմ ճանաչել երբեք, որտեվ ուղղակի մի մարդու եղբայրը, որը ուրեմն չգիտեմ, պարոն Անտինյանը նշեց Պուտինից մեդալներ է ստանում, այդ մարդիկ չեն կարող իմ համար լինել սուրբ կամ առավել եւս տես, բայց այստեղ կա նյուանս, դու շատ ճիշտ նշեցիր, որ տես, սա շոու է եւ հաշվի առնելով հարցի ներբությունը, այս պայքարը sense պետք է չլներ։ Ու sense պետք է սա արդեն դեգրադացնում է մեր հասարակությանը։ Չի կարելի։ Սա հաստատ չի արտես, եթե Փաշինյանը հայտարարում է, ընդ որում գիտես, չէ, իրանք բռնվեցին իրացքի խոսքի վրա։ Ասում է Սերժենք Ռոբերտենք Պակի աղբյուրները ամբողջ որ Պակի գործակալ է եղել, այդ աղբյուրները վերցրել տարել են։ Ճիշտ է։ Հետո ասում է, որ Եզրացը Պակ գործակալ է։ Աբոր աղբյուրները տարել են։ ԱԱԾ-ից վերցրել են։ Համար 1, որտեղից գիտես, որ Եզրացը Պակ գործակալ է։ Պակ սովետի ժամանակ են դեմ գործակալ։ Երկրորդ, եթե Պակ գործակալ է Եզրացը, ինչի՞ չի ձերբակալվել Հայաստան մտնելուց։ Ինչի՞ չի ձերբակալվել։ Երրորդը, եթե իրանք, այսինքն եկեղեցին աշխատում է, ստացվում է, որ բարձրաստիճան հոգևորականը ծառայում է այլ երկրի շահերին, այս իմաստով։ Երրորդը, եթե այդ աղբյուրները գողացվել են,
ովքեր են եղել լյուստրացիա չեն կարող անել։ Իսկ հիմա հիմիկվանից իրանք ասում են մեզանից լյուստրացիա չպահանջեք, ով ապակ գործակալով չէ։ Բա ինչի քրեական գործ չի հարուցված, իսկ դա վաղեմության ժամկետ չունի։ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի կամ ով որ տարել է պետական կարևորագույն աղբյուրները, ԱՀԾ-ից գողացել է։ Ինչի՞ չկա հարուցված քրեական գործ։ Դուք հասկանում եք, իրավիճակը նենց է, որ ինչքան էլ ստացվում է, երբ որ դու ասում ես, այո, ես չեմ ընդունում Գարեգին Երկրորդին որպես կաթողիկոս, ասում դու մտնում ես այդ շոուի մեջ։ Բայց այդ շոուն վտանգավոր է մեր պետության համար։ Եվ ես իմ եթերներում բազմիցս ասել եմ, տես, սա այն հարցն է, որ եթե դու ասեցիր, ենթադրենք հրապարակեցիր, Գարեգին Երկրորդը ունի երեխա։ Եթե հավատավոր ժողովուրդը չի գնում իրան չի հանում այնտեղից, դու անելու բան այդտեղ չունես։ Այսինքն դու ասեցիր, ժողովուրդը լսեց, չէ՞։ Հրապարակեցիր, ժողովուրդը գիտի։ Հիմա եթե ժողովրդին ձեռ տալի, որ կաթողիկոսը ունի երեխա, դու ոչ մի չես կարող անես, դու չես կարող միջամտես, դու չես գնաս։ Այլ բան է, որ պետությունն ու եկեղեցին պետք է նստեն իրար շուրջ։ Պետությունը ասի եկեղեցի, ես ունեմ ԱԱԾ, ես գիտեմ, որ դուք սուրբ չեք։ Կոպիտ ասած պայմանավորվում ենք։ Մենք պետք է խիստ բաժանում կարակ բարոյական գնահատականներ տակ։ Ձեր գործառույթը կատարեք, բայց քաղաքականության մեջ չեք մտնում։ Մտակ քաղաքականության մեջ։ ԱԱԾ-ն էլ մտնելու է ձեր տաները։ Կոպիտ ասած, հա։ Խիստ պայմանավորվում ենք։ Դուք մնում եք այդտեղ, մենք մնում ենք այդտեղ։ Երկրորդը, որպեսզի եկեղեցին չմտնի քաղաքականության մեջ, Եվրոպան լուծում է գտե։ Քո ասած Եվրոպայի պարագայում սենց է։ Բերվել են բազմաթիվ կրոնական կազմակերպություններ։ Մարդ ասում է, օրինակ հիմա հայ առաքելական եկե։ Իդեպ ասեմ, շեշտեն, որովհետև որոշ դեգեներատներ Հայաստանում տարածում են, թե իպես ինչ որ կրոնական կազմակերպության անդամ են։ Ես մկրտված եմ հայ առաքելական եկեղեցում, 17 տարեկանում, զորավոր եկեղեցում, կարա գնաք, ստուգեք, բացեք, նայեք, ուրեմն չգիտեմ։ Հիմա հասածս հետևյալն է։ Ասեք իրանց պրիմիտիվ ուղեղներով մտածում են կարող այնպես վարկաբեկ են իբր։ Բայց խնդիրը հետևյալն է, Եվրամիության այո, Եվրամիությունում մրցակցության մեջ պետք է լինի եկեղեցին։ Եկեղեցին չպետք է մոնոպոլիստ լինի։ Եվ դրա համար, երբ որ Հայաստանը դառնում էր Եվրոպայի խորհրդի անդամ, ինքը ընդունեց կրոնական կազմակերպությունները թույլ տալու մասին օրենքը, որ Հայաստանում պետք է ազատ գործեն կրոնական կազմակերպություններ։ Բայց ռուսական գործակալական ցանցը անմիջապես տարածեց աղանդավորական շարժումներ, որպես դրանց պիտակավորեց որպես աղանդավորական, իսկ մենք գիտենք, որ աղանդավորական շարժումները դրանք այն շարժումներն են, որոնք բռնություն են գործադրել, այսինքն դրանք ծայրահեղ կրոնական ֆանատիկ շարժումներ են։ Այն շարժումները, որ կան Հայաստանում կրոնական, դրանք աղանդավորական չեն։ Դրանք կրոնական կազմակերպություններ են, որովհետև կա 20 հոգի մարդ ենթադրենք, ինքը որպես ազատ քաղաքացի Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, ասում ախպեր, ես չեմ ուզում գնամ եկեղեցի։ Ինձ տերտերի տապճկեքը դուր չի գալիս։ Ես ուզում եմ գնամ ուրիշ տեղ 5 հոգով հավաքվենք, ես ուզում եմ կաթոլիկ եկեղեցի գնամ, իրանց դիզայնը ինձ ավելի է դուր գալի, հա։ Օրինակ կա հայ կաթոլիկ եկեղեցի, այստեղ իվիճակից մենք այստեղ մեր կողքը ունենք, այնքա գեղեցիկ սիրուն եկեղեցի է, հայ կաթոլիկ եկեղեցի, հայեր են գալի, բազմաթիվ հայ կաթոլիկներ կան այստեղ։ Եկեղեցին չպետք է մենաշնոր ունենա։ Դրա համար պետք է ոչ թե ուրեմն մտնել ուղիղ պայքարի մեջ եկեղեցու հետ, դրա համար պետք է ընդունել եվրոպական օրենքները, քարոզը համապատասխանեցնել։ Եվ ամենամեծ խնդրեմը գիտես որն է, որ ըստ էության, եթե Գարեգին Երկրորդը ռուսական գործակալ է, անպայման պետությունը անմիջապես պետք է ֆունկցիան իրականացնի, ձերբակալի, ապացուցի մարդը ռուսական գործակալը չի կարող մեր պետության դեմ աշխատել։ Բայց դա պետք է լինի ահավոր հիմնավորված, ահավոր արագ, ու դա կլինի դաս մյուս բոլոր կաթողիկոսներին, որ որևէ մեկը չի կարող խայտարակ կլինի ուղղակի, կնստի բանտ, որովհետև դա կոպիտ խախտում է, այսպես ասած։ Բայց այն ինչ որ իրանք անում են, ես ի սկզբանե չէի հավատում, որ Ռուսաստանի դեմ են պայքարում։ Իրանք ներկայացեցին դա որպես հիբրիդային պատերազմ, բայց ամենակարևորը դու նկատի ինչ ասես Լագոդինսկին, եվրոպացի եւ լավ տեղյակ են Հայաստանից, ասում է ձեր մոտ անգամ ազատ մեդիան սուտ է խոսում։ Ձեր մոտ չկա ազատ մեդիա, ասում է։ Ռուսական մեդիա կա եւ Փաշինյանական մեդիա կա, ազատ մեդիա գոյություն չունի։ Կա Էսկոմ եւ Էսկոմ։ Անկամ իրանց կողմից ֆինանսավորված արևմտյան մեդիան չի պահում։ Ես օրինակ ուզում նայեմ, Հայաստանում կա մի հատ մեդիա, որը Եվրամիության հետ կապված ապատեղեկատվություն չի տարածել, որը ռուսական նարատիվներ չի տարածել, որը քարոզում է Եվրամիության արժեքները, բացատրում է, ներկայացնում է Եվրամիության կյանքը, բարբերաբար հոդվածներ տալի, թե ոնց է փոխվել Էստոնիան օրինակ Եվրամիություն մտնելուց հետո։ Ինչ առավելություններ Եվրամիությունը, ոնց պետք է հանգիստ վերաբերվեն կրոնական ազատություններին, ոնց պետք է մանիք վերաբերեն տարբեր սեռերի մարդկանց, ոնց պետք է վերաբերեն տարբեր սեռական կողմնորոշումների ունեցող մարդկանց։ Հազար բան։ Հայաստանում չկա այդպիսի մեդիա, որը մաքուր արևմտյան մեդիա լինի, որ նայես ասես, այս մարդիկ ներկայացնում են ժողովրդին ինչա արևմուտքը։ Իսկ Լագոդինսկին ասում է, մեզ պետք չի մեդիա, որը ապատեղեկատվություն է տարածում Եվրամիության հետ կապված։ Դրա համար է մեր ժողովուրդը չգիտի ինչի մասին է խոսքը։ Այսինքն տես, հարցը հետևյալն է, կա խախտում, ձերբակալի, երկու ձեռքով կողմ եմ։ Թույս տուր, ասա, այս իրավական պետություն է, եկեղեցին անջատ է, դու չես կարող Հայաստանի դեմ աշխատես։
Չկա ապացույց։ Ներկայացրեցիր փաստերը, դու ոչ մի բան չես կարող անես։ Սա արդեն նշանակում է ուրիշ նպատակով է արվում։ Դա նշանակում է արդեն երկար խաղ է։ Բայց ցավոք սրտի, սա շեղող խաղ է։ Սա լրիվ նախընտրական է, ամբողջությամբ նախընտրական է, բայց ցավոք սրտի, սա խայտարակ ձևի բաժանում է, ես ցավով եմ սա ասում։ Բաժանում է, դեգրադացնում է մեր հասարակությանը։ Այս ամբողջ շոուն։ Մենք իրավունք չունենք այսպես վարվելու, հասկանում ես։ Եկեղեցին չպետք է ունենա մենաշնոր, եկեղեցին պետք է փորձի մրցակցության արդյունքում Հայաստանը պետք է լինեն ուղղափառ հայկական եկեղեցի, կաթոլիկ հայկական եկեղեցի, ավետարանչական եկեղեցի, տարբեր կրոնական կազմակերպություններ ու մեր հայ առաքելական եկեղեցին առանց ունի արտոնյալ դիր։ Թող պայքարի, որ ավելի լավը դառնա։ Թող իր գործով զբաղվի։ Որտեղ բազմաթիվ մարդիկ կա, որ աթեիստ են, իրենք չեն ուզում որ հոգևորական մտնի կյանքի մեջ։ Տարբեր շերտեր կա, տարբեր հավատքի մարդիկ կան, հա, եւ այլ այսպես շարունակ։ Չի կարա մոնոպոլիստ լինի եկեղեցին, որտեղ դա արդեն վտանգավոր է։ Նա արդեն կարա օտար երկրի պատվերով Հայաստանում ինչ որ բանալ, եթե մտնի քաղաքականության մեջ։ Դրա համար պետությունը պետք է հստակ նստի խոսա։ Կարար Փաշինյանը դա աներ, իհարկե կարար աներ։ Կարար Փաշինյանը վիդեոները ներկայացներ, ասել եթե դու հիմա Եթե իրոք ինքը ազնիվ է, արդար է, ինչ որ բանից դժգոհ է, ուզում էր հանել Գարեգինին, ասել ձեր մեկ փոշեք, փոխեք, թաքուն փոխեք, որտեղ չենք ուզում այս պատմությունը հանի։ Նայ, այս դու, այս քո աղջիկը, այս Արշակը քերակնոջ հետ, այս վիդեոները նայել ինչ է տարկի, նստեին մի, ասենք 3-4 ժամվա 25+ մատերիալ նայեն ու ասեն նայ, որպեսզի այս ամեն ինչը չբացահայտվի, արի մենք պայմանավորվում ենք։ Ոնց եք պայմանավորվում, ինչ եք պայմանավորվում, դու չես մտնում քաղաքականության մեջ, մենք չենք խառնվում եկեղեցու գործերը։ Հասկանում եք։ Բայց սենց ասեմ, եթե դու ասում ես, որ նա պարկ գործակալ է, պակ գործակալ, դու լրագրող չես, դու երկրի վարչապետ ես, դու ԱԱԾ ունես։ Մարդը երկիր չի մտե, բախի չես ձերբակալու։ Ասում ապացուցված փաստը ձերբակալի։ Եթե չէ, ուրեմն չի եկե, ինչ եք դուք ծամում, դեգրադացիա ստեղծում, խորացնում հասարակության մեջ, շոու, որ ինչ։ Սա կարևորի շատ նուրբ հարց է հայ ժողովրդի համար։ Եվ ավելին ասեմ, Ֆարխադ Մամեդով կա, բանի, գիտես ով է։ Շատ Ադրբեջանի գրպանի ռոպագանդիստն է։ Կրկնում է նույն նարատիվները, ասում է եկեղեցին այս խաղաղության դեմ է հանդես գալի։ Եկեղեցին խաղաղության դեմ է հանդես գալի։ Այսինքն Ադրբեջանը կողքից այս եկեղեցու թեման վառում է։ Հակառակը Փաշինյանը պետք է ունենալով այդ ռեսուրսները կարողանար այս թեման ավելի արագ լուծել, ավելի փակ բայել, եթե կա լուրջ խնդիր։ Եվ մի բանը ինչի չհավատացի ես Փաշինյանին, եւ իմ եթերներում ներկայացրեցի։ Դու ոնց կարաս վարկաբեկես պակ, ասես նա պակ գործակալա իբր դա վատ բան, հա։ Բայց դու գնաս սրբացնես մեկին սարքես հերոս, որը Ռամզան Կադիրովի սիրահար է։ Չի բռնում մի տեսակ, հասկանում ես։ Չի բռնում, չի կպնում։ Եվ ամենակարևորը, դու չես կարող, նայ, ամենամտահոգիչ բանը իդեպ Եվրոպայի մասին, որ խոսացինք, այսպիսի փաստեր 18+ վիդեոները կամ 25+ վիդեոները։ Սա մարդու անձնական կյանքի, ուրեմն խախտման բան է։ Սա քրեական հանցագործություն է, հասկանում ես։ Քրեակը չի կարելի այդպիսի բան հրապարակել։ Այսինքն, եթե դու հրապարակում ես այդպիսի վիդեո, գոնե ինչ որ ասում ես, ես չեմ, կներեք, դե ես չեմ, պատական ինչ որ մեկը նկարե գցել է։ Պարզա չէ ով է նկարե գցի, պարզա չէ ինչ պատական մարդ չի նկարե գցել։ Հիմա, դու այդպիսի վիդեո գցում ես, դու պետք է ինձ բան գցես, որ դրանից հետո հարցը լուծվի։ Հարցը լուծվի, որ դա չհիշեր որտեղ Եվրամիությունում հիմար չեն նստած, տեսնում են, որ պետությունը մտել է եկեղեցու սպասավորների անձնական կյանքը նկարում է ու գցում է, ուրեմն հասկանում ես, այսինքն սա քո մասին վատ պատկերացում է կազմում, շատ վատ պատկերացում է կազմում։ Այս ամեն ինչից ինչ են եզրակացնում։ Եթե Ռուսաստանի դեմ պայքարը դու Տեր Ռամզան չես սրբացնի, որը ասում է ես, որը կիսվում է Պուտինի բաներով, որը ստրուկ է ռուսահպատակ է։ Տեր Ռամզանչիկը որին սրբացնում է Փաշինյանը, նա ռուսահպատակ է։ Ուրեմն գնացինք, այս Ռուսաստանի դեմ պայքար չի, էքյաթը, հա, անցանք առաջ, հա։ Երկրորդ հանգամանքը, ուրեմն դու չես կարող, դու հավատավոր մասային ասեցիր, այսինքն դու պետք է կրթական աշխատեիր ժողովրդի վրա։ Ժողովրդին դու պետք է այնպիսի լրատվական դաշտ ստեղծեիր, այնպիսի կրթական համակարգ ստեղծեիր, այնպիսի մթնոլորտ ստեղծեիր երկրում, հա, որպեսզի մարդիկ իրանք հասկանային, իրանք ուզում են անեն, թե չէ։ Իրանք պատրաստ են գնալ դրան, թե չէ։ Դու ասեցիր, եթե մարդիկ չեն գնում, իրանք չեն հանում, դու չես կարող հանել Գարեգինին։ Ուրեմն սա շոու է։ Դու չես կարող, դու իրավական ոչ մի բան չունես։ Հիմա տես, կոպիտ օրինակ, հիմա եթե անձամբ Գարեգինի ուրեմն վիդեոն գցեն, Գարեգինը ասենք, չգիտեմ, ասենք այնտեղ 4 հոգու հետ կամ 5 հոգու հետ ասենք, տենց 35+ վիդեո գցեն, եթե ժողովուրդը ձեն չանի, դու ոչ մի բան չես կարող անել։ Չես կարող անել, դու չունես այդ իրավունքը, իր ազնական կյանքն է։ Հասկանում ես։ Փակված չի օրինական ինչ կուզի կանի։ Եթե եկեղեցին, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները դեմ չեն, քո հավատավոր մասան դեմ չի հավաքվում պահանջում, ասենք, չգիտեմ, 15-20 հազարանոց միտինգ անում, մեջմիածին դեմ ասում, վերկած գնայս ինչ ես անում։ Դու ոչ մի բան չես կարող անես։ Բայց եթե դու ոչ մի բան չես կարող գնաս անես, այս պատմությունը ինչի համար է։ Ինչի համար ասես ձգվում։ Ի բարձ պատճառով։
Որովհետև ընտրությունների ժամանակ բազմաթիվ հարցեր քեզ կարող են տան, որտեվ իրականում դու ներկայացնում ես, որ դու ստորագրել ես պայմանագիրը, ոչ, դու չես ստորագրել, նախաստորագրել։ Դու ասում ես Թուրքիան սահմանը բացում է, Թուրքիայից ասում են, որ այսինքն ուղարկում են Գարո Փայլյանին, ասում են, գիտես, մենակ երրորդ երկրների համար կարող է բացվի, դիվանագետների համար սահմանը, ոնց որ թե չէ, դες չի լում Ադրբեջանի հետ հենց չեք պայմանավորվել։ Դու ասում ես խաղաղությունը, Ալիևը ասում է արևմտյան Ադրբեջանը։ Դու օրակարգ չունես իրականում, հասկանում ես։ Եվ երկրորդը, դու հասկանում ես, որպեսի ոնց ասեմ, Խեղճ Փաշինյանը, ես էլի անդրադարձի կատաստրոֆա, Խեղճ Փաշինյանը սաղ իրադեմ են, սաղ, բա ինչ մեղք, հավատավոր, ասես դու քաղ տեխնոլոգիա ես, դու լավ գիտես, այդ տեխնոլոգիա է, ոնց որ դաշնակները լավ չեն աշխատում, Տաշիշ Սամոն կարա լավ աշխատի, ասենք այս պարագայում, մեկի եկեղեցին կարա լավ աշխատի, Խեղճ սաղի դեմ պայքարում է, Խեղճ Փաշինյանը, Խեղճ տղեն հլնայի առավոտը հելնում է միած սենց հանում, ցիլոն դնում է, սաղ իրադեմ են, ճնշում են, խաղաղությունը ինքը բերում, բայց սաղ իրադեմ են։ Իդեպ ասեմ, ես քեզ ասեմ, ի չնայած բազմաթիվ անգրագիտությունների, որ ես նկատում եմ անձամբ անհատների թույլ տված խոսակցական սխալների, բաց թողումների եւ այլն, ես քեզ ասեմ, իրանց վրա աշխատում է կոնկրետ սև տեխնոլոգիաների արքա թիմ։ Ես լուրջ եմ ասում։ Նա իմիջիալոց Սերգեյ Դանելյանին էլ էին փորձել թիրախավորել։ Ես շատ եմ հարգում Սերգեյ Դանելյանին։ Նա այն քիչ մտավորականներից է, ով իր կարծիքը չի թաքցնում, բաց ասում է։ Եթե շատ լինեին նման մարդիկ, ինձ թվում է նաև իրավիճակը հասարակության մեջ այլ կլիներ, ցավոք շատերը աշխատում են լռել կամ ինչ որ բանին հարմարվել։ Ճիշտ մտավորականը պետք է իր կարծիքը ասի եւ առաջ տանի։ Պարոն Անտինյան, ինչ որ բան կավելացնեիք։ Ուղղակի այդ մտնոլորտը մեր մոտ այդ ամեն ինչի մեջ միջամտության ու ոչ մի բանի համար պատասխան չտալ, մենակ այդ թեմային չի վերաբերվում։ Ամեն օր Նիկոլ Փաշինյանը մեզ ներկայացնում է հատիկ առ հատիկ։ Վերականգնում ենք պետությանը հասցված վնասը։ Այսինչ համայնքում, այսինչ հողակտորը, այսպես։ Բայց հարգելիս, եթե մեր մոտ դատաիրավական համակարգը անջատ գործում է, գործ են հարուցում, դատարանը քննում է, նրան պարտավորեցնում է այդ մարդը պետք է վերադարձնի։ Դա դատարանի գործը չի, ինչի է վարչապետը հայտարարում։ Եթե մեր մոտ իշխանությունը տարանջատված է, ասում են ոնց։ Որովա տարանջատված չի, հա։ Չէ, ասում են ոնց, բա վարչապետը խոստացել է, չէ։ Դրա համար նույնիսկ եթե դա դատարանի գործն է, ինքն է ներկայացնում։ Բա մենք էլ ասում ենք, բա որ հատիկ առ հատիկը ամեն օր հատիկ առ հատիկ ներկայացնում ես։ Բա միլիարդ ով է ներկայացնելու։ Բա այդ խոստումը չես տվե, որ այդ միլիարդավոր դոլարները Հայաստանից որ տարել են, հետ ես բերելու, ասում է ոնց։ Բա ես ոնց կարամ Քոչանի կամ Սերժ Սարգսյանի կամ մյուսների միլիարդը բերեմ, հո բարձի տակ դրած չի որ բերեմ։ Չէ, Ժոջան, դա բարդ է։ Հետո գիտեք իրանք ոնց են թաքցրել։ Հետո ես չեմ կարող դատական գործերին խառնվեմ։ Միջամտեմ նրանց այդ դատարանն անում, ես ինչ կապ ունեմ։ Տեսնում եք, չէ՞ որ ամեն օր Սերժ Սարգսյանը ինչ որ գործ է լավություն, որը ժամկետ անց է, որը պատիժ չի ենթադրվում, ինձ բացում է այդ թեման։ Այսինքն ստացվում է այնպես, որ մի քանի դրամանոց գույքը հատիկ առ հատիկ ամեն օր ներկայացնում է, այդ դեպքում ինքը միջամտում է դատարանի ֆունկցիային, ինքը ասում է, տեսեք, ես եմ դա արել, հո դատարանը չի արել։ Հենց ասում են միլիարդերին ինչի չես բերում, ասում է թող դատարանն անի, ես դրա հետ ինչ կապ ունեմ։ Բա անջատ չի մեզանից։ Չէ, բայց դու խոստումը միլիարդների էիր տվել։ Դու չէիր ասել հենց գամ իշխանության, Հերվաշեն գյուղի 20 տարի առաջվա դպրոցի տնօրենը, որ իր ամուսնուն պահակ է նշանակել ու պարգևա վճարագրե, ես այդ փողը հետ եմ բերելու, դու դա չես խոստացել։ Մանավանդ գիտես, որ հայցային վաղեմության պատճառով Հերվաշեն գյուղի տնօրենին դու չես կարող պատժել։ Ուղղակի գործը նույնիսկ եթե կազմես, արդեն այդ գործը ավարտված է։ Այսինքն այդ գործը հեռանկար չունի, բայց ինչի ես հազարավոր գործեր անում, որ չհասցնես իրական գործերն անես, որպեսզի ծանրաբեռնես ամբողջ իրավական համակարգին։ Բացի դրանից, եթե ինքը վաղեմության ժամկետով որևէ մեկի գործը կարճեց հիմա, այսինքն ասեց վաղեմության ժամկետով արդեն այդ գործը, այսինքն դատական ակտը կայացրեց։ Ինքը կայացրեց դատական ակտ, որ այս միլիարդ ուտողը այլևս դատվել է ու վաղեմության ժամկետով այդ մարդը ստացել է դատական վաղ է իշխանությունը որ փոխվի,
որևէ մեկը գնա ցանկանա այդ գործը բացել, պետք է ասեն նոր Երևան եկած հանգամանք կա, պետք է ասես չէ, ուղղակի այն թալանչին, որ ասում է թալանչուն դատել ենք, մի մարդուն երկու անգամ չենք դատելու։ Ինքը հիմա բոլորի վրա այնքան ձգում է, որ այդ բոլորի հետ կապված դատական ակտերով այդ մարդկանց գործերը փակի, որ իշխանությունը եթե ինքը փոխվի էլ, այդ մարդկանց այլևս դատող չլինի։ Դա է պատճառը, որ այդ բոլորի հետ կապված այսինքն դատական process-ը դրա համար է անում։ Քանի անգամ ես դրան անդրադարձել եմ, որ պետք չի մարդկանց խաբել։ Եթե դու կանգնել ես ասել ես այդ մարդիկ միլիարդներ են գողացել, գտի այդ միլիարդը։ Եթե դու այդ միլիարդը չես գտնում, դու դա ես ժողովրդի խոստացել։ Դա ես ասել, որ տեսեք ովքեր են պատժվելու, որ դաս լինի հաջորդ իշխանավորին։ Որովհետև եթե դու ուզում ես, որ հաջորդ իշխանավորը զգաստ լինի, որովհետև ինքը պատասխան է տալու, հաջորդ իշխանավորը տեսնում է, որ դու ամեն ինչ անում ես, որ այդ իշխանավորը պատասխան չտա, բայց երկրում բոլորի վրա գոնե ամեն մեկի վրա մի հատ հոդված լինի։ Թեկուզ վաղեմության ժամկետով կարճվի, բայց ում մասին խոսան ասեն, ես դու չէիր, որ դատվել էիր։ Այսինքն չլինի մի մարդ, որը Նիկոլ Փաշինյանին քննադատի եւ իր վրա քրեական հոդված չլինի։ Դա համար մարդիկ ինչ որ միտեղ անհարմար են զգում, ասում են, բա որ մեզ չեն դատել, կարող է դա վատ ընկալվի ժողովրդի կողմից։ Ասեն, բա ձեզ ինչի չեն դատում։ Այսինքն դա այնքան է արդեն համատարած դառ է։ Տարիներով գործեր են քննվում ինչի համար, որովհետև ոչ առաջնային կարևորության գործերով փաթեթներ են կազմում, որի հետ կապված զբաղացնում են դատարաններին, ամեն ինչ անում են քննիչական մարմիններին, բոլորին այնպիսի հարցերը, որի սկզբանե գիտեն այդ գործը հեռանկար չունի։ Եթե դու գիտես այդ գործը հեռանկար չունի, ինչի ես անում, որ բոլորը դատված լինեն, բայց միլիարդներ կերածների գործերը մարվեն։ Այս է ամբողջ։ մի բան ավելացնել, դու ասեցիր իմ ամբողջ վերլուծության վերջում չասեցի այդ ամենակարևորը։ Դու որ ասեցիր կարող է անջատ չեն պետությունն ու եկեղեցին, իհարկե, որովհետև ես կպատասխանեմ Դոնալդ Թրամփի խոսքերը, որը վերջերս շատ օգտագործում, տանգոն երկուսով են ապարում։ Եվ իմ ջանոց նորից հույսներս մեր ժողովուրդն է, որ մեր հայրենակիցները ամեն մեկին իրենց, ինչպես ասում են, գնահատականը կտան եւ Եվրոպայում, ինչպես դու ասացիր Արմեն, եւ ես էլ շատ քիչ տեղյակ լինելով ասեմ, որ Եվրոպայում ամեն ինչից տեղյակ են, բոլորի մասին կարծիքը ձևավորված կա եւ թող ոչ ոք իրեն, չգիտեմ, բոլորից շատ իմացողի տեղ չդնի, Եվրոպայում նաև գիտեն թե ով է Հայաստանում իրեն Եվրոպա մեդի տեղ դնում, բայց իրականում եվրոպական էլիտաներում ընդհանրապես չեն ճանաչում։ Կան մարդիկ, ովքեր իրոք ասենք կապ ունեն եվրոպական էլիտաների հետ եւ շփում ունեն շատ կարեւոր Հայաստանի շահերը պաշտպանելու գործեր են անում, բայց կան մի 10 անգամ ավել մարդիկ, ովքեր իրենց Եվրոպա մեդի տեղ են դնում, բայց իրականում Եվրոպայի հետ կապ չունեն, բացի նրանից, որ գնում են ու նկարվում են։ Հիմա շատ մոդա է դառել գնալ եվրոպական մայրաքաղաքներ կամ Ամերիկա կամ Կապիտոլի ֆոնին նկարվեն, թե նամյոկով, որ տեսեք, մենք բան։ Դե հիմնականում դա գիտենք ովքեր են անում եւ ինչի համար։ Մենք բոլորին գիտենք, վաղուց ենք Հայաստանում ծնվել ենք, մեծացել ենք, բոլորի ճանաչում ենք, քաղաքականության մեջ վաղուց ենք։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում, ժամանակը անողոք է, ձեր հետ կարելի է շատ երկար խոսել, բայց փորձենք տեղավորվել ինչ որ ֆորմատում։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք, հուսամ հաջորդ եթերի ժամանակ ավելի հաճելի թեմաներ կքննարկենք։ Մենք ենք շնորհակալ, ամենայն բարիք։ Շնորհակալ եմ առաջան հրավերի համար, միշտ հաճելի է քեզ մոտ։ Շնորհակալ եմ, ինձ էլ է շատ հաճելի, մի շնորհ հանդիպում։